Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում։ Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն։ Ես արդեն 1 ամիս է չեմ կարողանում դատավճիռ ստանալ ոչ ռուսերենով, ոչ հայերենով, ոչ էլ ադրբեջաներենով։ Ես չգիտեմ, թե ինչի համար եմ դատապարտվել։ Եթե մեզ գերիներ ունենք Բաքվում, դա խաղաղություն չի։ Մեզանից յուրաքանչյուրի համար շատ կարևոր է այս խնդիրը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Ադրբեջանի հետ այս թեմայով։ Ադրբեջանի իշխանությունները հայ գերիներին ԱԱԾ քննչական մեկուսարանից տեղափոխել են Բաքվի Ումբակի բանտային համալիր։ Կան արդյոք տեղեկություններ մեր հայրենակիցների պահման պայմանների, առողջական վիճակի, նրանց իրավունքների պաշտպանության կամ խախտումների վերաբերյալ։ Մենք ունենք շատ սակավ տեղեկատվություն, իհարկե ունենք հայրենադարձվածները, որոնք եւս պահվել են Ումբակի բանտային համալիրում, ուստի իրենց վկայությունների հիման վրա ունենք որոշակի պատկերացումներ, սակայն դա տվյալ անձանց բնութագրական իրավիճակ է եղել, ինչ վերաբերում է նոր տեղափոխվածներին, ապա նախապես ընտանիքներին չեն հայտնել, թե որտեղ են տեղափոխում, պայմանների եւ այլ հանգամանքների մանրամասները չեն տրամադրել եւ ավելին կա անորոշություն, թե կարողանան նույնական հիմունքներով օգտվել հեռախոսազանգերի հնարավորությունից։ Այս պահին խիստ հատվածական է եւ առավելապես անորոշություն է տիրում։ Ապրիլի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի վերջին դիմումը եւ դարձյալ պարտավորեցրել Բաքվին տեղեկություններ տրամադրել հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ։ Ինչու է Ադրբեջանը խուսափում այդ տեղեկության տրամադրումից, ինչ հետևանքներ կլինեն, եթե դրանք կրկին չփոխանցվեն դատարանին։ Փորձում է հնարավորինս դուրս մնալ եվրոպական միջազգային վերահսկողությունից եւ խնդիրը պահպանել, թողնել իր հայեցողության ներպետական իշխանությունների հայեցողության ներքո եւ սա նաեւ հետագայում ավելի ինտենսիվ կերպով է չարաշահում բանակցային գործընթացում։ Եթե մի խնդրի լուծումը բացառապես Ադրբեջանի տիրույթում է, հասկանալի է, որ արտաքին միջամտությունը դժվարանում է։ Եթե խնդիրը արդեն դուրս գալիս մարդու իրավունքների հարթություն, որը նաև միջազգային գործընկերների պատասխանատվության ներքո է, այստեղ միջամտությունները ավելի հեշտ են եւ ավելի ազդեցիկ են։ Ադրբեջանը դատարանին բոլոր դեպքերում տեղեկություններ տրամադրում է եւ բացարձակ արհամարական վերաբերմունքից խուսափում է, ինչը լի է վարկանիշային խնդիրներով եւ ինչու ոչ քաղաքական ճնշման ինտենսիվացմամբ եվրոպական կառույցների շրջանակում, ինչը այնքան էլ ցանկալի զարգացում չէ։ Շինծու դատավարությունների ավարտից հետո դատավճիռները չեն տրամադրվել ոչ ամբաստանյաններին, ոչ նրանց ընտանիքի անդամներին եւ ոչ էլ փաստաբաններին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է նաեւ մինչեւ օգոստոսի 31-ը ներկայացնել հայ գերիների դատավճիռները։ Ինչ հնարավորություններ կընձեռի դա ձեզ որպես հայ գերիների շահերի ներկայացուցիչների։ Բովանդակային առումով ենք վերլուծելու այդ դատավճիռները, այս պահին մենք ընթացակարգային նորմերին ենք ուշադրություն դարձրել եւ հասկանալի է, վատ ընթացակարգը երբեք չի կարող լավ դատական ակտ ծնել, սակայն մարդու իրավունքների խախտումների ողջ գունապնակը ներկայացնելու համար մեզ համար կարևոր է նաեւ ապացույցները։ Մենք վկայակոչել ենք, որ ապացույցները կեղծ են, կան նշանակված վկաներ տուժողներ, որոնք իրական իրադարձությունների մասնակիցներ չեն եւ նրանց հատուկ ծառայությունների կողմից նշանակված անձինք են, որոնք ընդհանրապես ցուցմունքներ են տալիս եւ նպատակը հենց էթնիկ հայերին ինքնորոշման իրավունքի համար պատժելն է։ Բովանդակային ուսումնասիրության արդյունքում մենք կարողանալու ենք այս բոլոր խնդիրները վերհանել եւ ի ցույց դնել միջազգային հանրությանը եւ երկրորդը հասկանալի է, որ Ադրբեջանի դատարանների որոշումները թե վերջնական է, սակայն դրանք ենթարկվում են վերահսկողության։ Ադրբեջանական կողմը ուշացնելով դատավճիռների տրամադրումը նախ փորձում է հետաձգել այդ իրավունքի իրականացումը, այստեղ ժամանակ է շահում եւ մյուս կողմից մեր գնահատմամբ այդ դատավճիռները այս պահին էլ պատրաստ չեն, քանի որ մենք ունեցել ենք քաղաքական պատվեր, ելք, որը ի սկզբանե կանխորոշված է։ Ադրբեջանում բանտարկված 7 հայ պատանների ընտանիքների շահերը ներկայացնող միջազգային փաստաբանները, այդ թվում դուք, դիմում եք ներկայացրել ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին։ Եթե վերջինս պատաններին ազատությունից զրկելը ճանաչի կամայական, ինչ քայլեր կհաջորդեն դրան։
Եթե այս ատյանը գտնի, որ ազատությունից զրկելը իրավական հիմքեր չունի եւ այն կամայական է, դրան հաջորդում է ազատ արձակման հրամայականը։ Այս աշխատանքային խմբի որոշումները հիմնականում մոշտված են բարոյական եւ քաղաքական ուժով, սակայն հարթակը ինքնին գործում է միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո, ինչը նշանակում է, որ սա ունիվերսալ կառույց է՝ ի համեմատություն ռեգիոնալ մարդու իրավունքների եվրոպական դատարանի, եւ այս կառույցի շրջանակներում մենք կկարողանանք գործադրել քաղաքական ճնշում, եւ եթե համակցենք ունիվերսալ քաղաքական ճնշումը տարածաշրջանային իրավական քաղաքական ճնշման հետ, ապա չենք բացառում, որ մենք վարքագծի փոփոխություններ ունենանք Ադրբեջանի իշխանությունների։ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները նամակով դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին, Հայաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարներին միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում հովանավոր տերության մեխանիզմի գործարկման խնդրանքով։ Ինչ քայլեր է ակնկալում Շվեյցարիայի կառավարությունից։ Շվեյցարիայի կառավարությունը այս հարցերում բավականին բաց է գտնվել, սակայն այստեղ բավարար չէ միայն Շվեյցարիայի համադաշնության դիրքորոշումը, առավել մեծ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության դիրքավորումը եւ առանց պետության ինքնիշխան մարմնի գործողության ցավոք սրտի մենք չենք կարող գործարկել այդ միջազգային մեխանիզմները։ Հովանավոր պետության խնդրանքի իմաստն է, որ Կարմիր խաչի բացակայության պայմաններում ներդրվի այդ կառույցին ֆունկցիոնալ առումով փոխարինող մեկ այլ պետություն, որը մեր գնահատմամբ կարող է լինել Շվեյցարիայի համադաշնությունը։ Այս պահին նշեմ, որ մենք դեռևս որևէ հասցեատիրոջից պատասխան չունենք, սակայն ակնկալում ենք, որ մոտ ժամանակներում օֆիցիալ նաև գրավոր պատասխաններ են լինելու։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով դիտարկել Ադրբեջան այցելելու հնարավորությունը։ Անահիտ Մանասյանն ի պատասխան հայտարարել է, որ իր լիազորությունները սահմանափակվում են բացառապես Հայաստանի տարածքում գործունեություն իրականացնելով։ Ով պետք է զբաղվի ազատազրկված հայերի խնդիրներով եւ փորձի լուծել հարազատների հետ նրանց տեսակցության հարցը։ Կիսում եմ ՄԻՊ-ի տեսակետը եւ պետք է գանք այցելության նպատակից, եթե այցելությունը ընդհանրապես երկու ինստիտուտների փոխհամագործակցության շրջանակում է եւ արարողակարգային բնույթ է կրում, իհարկե նման այցելություններ կարող են տեղի ունենալ, բայց հայ-ադրբեջանական հարաբերություններում երբ մենք ունենք գերիների չլուծված հարցը, կարծում եմ ցանկացած պետական մակարդակով շփում պետք է նախ եւ առաջ միտված լինի այս խնդիրների լուծմանը։ Եվ եթե այդ խնդիրները չեն լուծվում, կարծում եմ այստեղ Հայաստանը ընդհանրապես վնասվող կողմի իր կարգավիճակն է պահպանում։ Եվ ՄԻՊ-ը այս պարագայում, եթե անգամ այցելեր, չէր կարող կանխել օրինակ խոշտանգումները կամ բացահայտել խոշտանգումներ եւ միջազգայինորեն չէր կարող աջակցել այս խնդրի լուծմանը, սակայն կարծում եմ, եթե ադրբեջանական ՄԻՊ-ի մտադրությունները բարի էին, դրան փոխարինող այլ մեխանիզմ կար, դա խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի այցելություններ, որի կազմում ի դեպ ներգրաված է Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը։ Առաջիկա 2 օրերին Երևանում տեղի է ունենալու Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, իսկ վաղը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Ինչպես կարելի է եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը սևեռել հայ գերիների խնդիրներին։ Հրապարակային դարձավ շուրջ 30 հասարակական կազմակերպությունների բաց նամակը ուղղված ԵՄ ղեկավարությանը։ Այս նամակում հստակ նկարագրված են մարդասիրական խնդիրները, հատկապես հրատապ գերիների ազատ չարձակման խնդիրը եւ նաեւ հստակ մեկնաբանված է թե խաղաղությունը եւ մարդասիրական հարցերի լուծումը ինչպիսի կապ ունեն եւ ինչպես կարող են նպաստել իրական խաղաղությանը։ Մենք իրապես ակնկալիք ունենք, որ եվրոպական լիդերները մեծ պատասխանատվությամբ, ջանասիրությամբ կվերաբերեն այս խնդրին եւ ամենաստեղ ժամկետներում կլուծեն։ Մենք սա լուծելի ենք համարում եւ դիտարկում ենք ԵՄ կառույցների հնարավորությունների սահմաններում։